Սիրելի հետևորդներ, այսօր Անի հետ այցելելու ենք Պարուշ Սևակի Զանգակատուն գյուղ եւ հետաքրքիր զրույց ենք ունենալու տեղի բնակիչների հետ։ Իսկ դուք միացեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով լայք կոճակը եւ անխնա տարածեք։ Եվ արևան մար, ես կտամ կամքին բոլոր, բար սիրո համար։ Դաշտեր բարի, ձեզել բյուր բարև, ինձ օգնեք յարիս գտնեմ, իմ պայծառ արև։ Սիրտն իմ քո ջամփին, երկն ուրախ թող միշտ հնչի, թող թրջուն դառնա, և թրջի, Garun եկավ ծաղիկն է կնկուշ, նրա հետ եկավ իմ սերն անուշ։ Garun եկավ ծաղիկն է կնկուշ, նրա հետ եկավ իմ սերն անուշ։ Ես ճամփայել ահազիվ և ինչքան ընկեր, ախ ինչքան տեսա ազնիվ և օգնող ձեռքեր։ Սրտեր բարի, ձեզել բյուր բարև, պիտ գտնեմ անուշ յարիս, իմ պայծառ արև։ Սիրտ իմ քո ջամփին, երկն ուրախ թող միշտ հնչի, թող թրջուն դառնա, և թրջի, Garun եկավ ծաղիկն է կնկուշ, նրա հետ եկավ իմ սերն անուշ։ Ձեր տոնը շնորհավոր, այս փոքրի Շնորհակալություն։ Որ տեսնենք ոնց եք, ոնց չեք, ինչ հետաքրքիր բան ունեք մեզ պատմելու։ Ներկայանալ ձեր անունը Հիմա լավ։ Անունը մի ասեք, օքեյ։ Մենք գիտենք, որ Պարուշ Սևակը այստեղ է մեծացել, ծնվել եւ նաեւ գիտենք, որ շատ դժվար կյանքով է ապրել, բայց կուզեինք ոնց որ պատմություններ, որ դուք լսել եք, օրինակ, չգիտեմ, մեծերից կամ որ դուք ականատես եք եղել, նման մի քանի պատմություններ պատմեք։ Պարուշ Սևակի պապան Ռինդում է եղել։ Պարուշ Սևակը Ռինդում է ծնվել։ Իսկ ստեղ է մեծացել, այնտեղ չոբանություն են արել։ Ռինդը դա ո՞րն է։ Եղեգնաձորի հին Ռինդ գյուղում է մեր ծնվել ինքը։ Իմ հորեկան օջախը հարուստ է եղել, դա այսինքն այն վաղտը տավար ոչխար ունեցողը հարուստ է համարվել, հիմա էլ այդպես էլի։ Հա, բա հիմիկն ստեղ էլ գյուղում տենց է, էլի։ Լանայի ոնց է։ Ախ, իսկ դե գիտես, այստեղից մեծամասնությունը պարսկահայեր են։ Պարսկաստանից եկածներ են։ Սևակն էլ իր ծնողներն են։ Հա, իրանց հետ են եկել, էլի, եկել են Ռինդից եկել են ստեղ էլ բան են արել, մնացել բնակություն, հետո թուրքերը որ հարձակվել են, մի անգամ էլ գնացել են, նորից հետ են եկել։ Դրա համար էլ իր քուր աղբերը ստեղ են մեծացել։ Ուզում եմ ասեմ, որ ես այնքան հարց են տալ, այնքան բան են անշփում եմ իրանց հետ, այնքան կաշկանդում են։ Դուք որ թվականից եք այստեղ։ 71 տղեր։ Տղերս 70։ Այստեղ հարս եք եկել դուք։ Ես իրանց մի ճյուղը Ռինդում ա եղել, իսրար զուզեցել ա, որ ինձ, այսինքն կա պաշտպանել, չկորցնեն իրար։ Պարուշ Սևակի հրոխորտունը ստեղ ա եղել, քանդվ ինքը թող է գնացել ա ուրիշտեղ, ես իմ մնացել ա։ Պարուշ Սևակի հերը չոբան ա եղել, բայց ինքը ինքան լավ երեխա ա եղել, քուրը մանավանդ։ Ինչ ողամասա տվողամասի Դե, այդի, բանալի ծառա։ Ինչ ծառներ են։ Խնձոր, ես ես խնձորը չույրա սիրեցի։ Եղավ շատ շնորհակալություն։ Բա խնձորը։ Խնձոր ենք ուզում Էսի թուրքերը պաժար են տվել, միրես։ Նոր ստեղ կա էլի, եկել են վերանորոգել են 1900 հեսա, 1925 թվին վերանորոգել են, այդ պատերը սաղն է բան են, վարված են։ Հազանոր բան են արել, էլի դրել են։ Կախոսը նախկինում գրչատուրն ա եղել։
Այ ես չգիտեմ ամեն ինչ է։ Որտեղ նայի երթիկա ձև է իր։ Հա, երթիկա, էսի թունիրա, էսի գիտես որտեղի թունիրա։ Ցավը տանեմ։ Որ թվի է տատի ջան։ Դե 25 թվին որ վերանորոգել են, թոնիրներ հետը դրել են։ Օգնեմ քեզ։ Չի, հա, ինչ կա օգնելու, եսա, ցավը տանեմ։ Ես այս թոնիրն է։ Լավ աշնել ստեղ եք թխել։ Հա, բա իհարկե, եթե հնարավորություն էր, կվառեի կտեսնայիք։ Ես իմ որդովի թոնիր անձասմին լացրեք հողով։ Ասեն թոմնա այլ ինչա խանգարում։ Ինչն եմ ներքևից խնձորվել եմ եսի։ Տանեմ լվանան, բերեմ։ Հարնամ սարնա։ Շատ համավա։ Դուք են սարդեմ ասցի։ Քաղաքից է։ Անչափ շնորհակալ ենք ձեր հյուրասիրության համար, որ ժամանակ տրամադրեցիք մեզ։ Շնորհակալություն Անի ջան։ Գոտվեք էթա։ Ես հոչին անա ազի։ Տատի հազի ես ես մատուկտեմ։ Հա, ինչ անեք, ճոքի հոչ։ Լուրնա, կարելը վերցեց, շնորհակալություն ձեզ։ Կարմի է վերցնեմ։ Նախ բարև ձեզ, երեխեք ջան։ Դուք ասում եք ֆուտբոլիստ եք։ Ձեզանից ով ամենալավը խաղում։ Անկեղծ, առանց ինչ որ գլուխ գովալու։ Դուք երկուսով վրատար եք, դու պաշտպան ես, իսկ որտեղ եք խաղում։ Ֆուտբոլի դաշտ թիմը։ Բայց թիմ էլ ունեք, թե չէ։ Ունենք։ Խաղում եք Հայաստանի առաջնություն մանկապատանեկան։ Չէ, էլի չի տա։ Շատ եք սիրում ֆուտբոլ։ Դա կարևոր է, էլի սիրելը կարևոր է։ Հա, իսկ հիմա ինձի, որ շատ խնդրեմ ձեզ, կասեք Պարուս Սևակի դպրոցը որտեղ է գտնվում։ Այ որտեղ ինքը որ սովորել է։ Գիտեք տեղը։ Ուղիղ է թվում գնա։ Սենց ուղիղ գնալու ենք։ Հա։ Չէ, ճիշտ է։ Ես գնում եք։ Հա, ոնց որ քանձած շինություն է, դե հա։ Օրինակ ինչ որ հետաքրքիր պատմություն կա, որ իրար հետ օրինակ խաղացել եք կամ շփվել եք, ինչ որ հետաքրքիր պատմություն եք ունեցել։ Դե փոքր ժամանակ։ Ինչ պատմություն եք ունեցել հետաքրքիր։ Դե հետաքրքիր որ սաղ հավաքում ենք, տարբեր խաղեր ենք խաղում։ Հա։ Բայց ամենաշատը ֆուտբոլ։ Ամենաշատը ֆուտբոլն եք սիրում։ Իսկ խաղացել եք, ձեր մոտ խաղացել են ընդհանրապես չլիկ դաստա, հալամուլա, տենց խաղեր գիտեք։ Խաղացել եք, հա։ Բայց ձեր ասածը չի հասնում։ Հա, չլիկ դաստան էլ է լավ խաղ երեխեք։ Չեք պատկերացնի ինչ լավն է։ Այդպես դե մի հատ էլ հաջող արեք, որ ես գնամ երեխեք ջան, ձեռով։ Ընկերավարի, սենց աղբերավարի։ Դե լավ մնացեք երեխեք ջան։ Աստված ձեր հետ։ Դասից էի գնում, տուն էի գնում դասից։ Չէ, ֆուտբոլի։ Հա, ֆուտբոլից ապրեք, առողջ ապրելակերպ է, մալադեց։ Հաջողություն ձեզ։ Ցանկական բնակիչ, Ահա, ստեղծվել, ստեղ մեծացել մեծացել, եք, հա։ սովետական բանակի ծառայել եմ։ Ձեր թորնիկն է։ Իհարկե հայկական բանակն է, որպեսզի բան չլներ, ասենք կողմնապահություն չլներ, սովետականից բացի հայկականում էլ եմ 3 տարի ծառայել։ 2 տարի այնտեղ, 3 տարի այնտեղ։ Մեր մոտ որ զանգակատան չասում։ Հա։ Իհարկե դա 30 տարի էլ հայ ման փոխանցման կենտրոնում եմ աշխատել հեռուստատեսության։ Միքայելը ձեր միակ թորնիկն է, ինչպես Այո։ հասկացա։ Իսկ ինչ հիշողություններ ունեք մանկությունից Պարուս Սևակի հետ կապված։ Պարուսեվակ հետ կապված դե միշտ մեծերից լսել ենք իր մասին, փոքր եմ եղել, բայց մոտավորապես ինչ-որ բաներ վերում, բայց այն ժամանակով կմտածել Սևակը տենց մեծությունա, որ ավելի մոտիկից հետարկվել։ Հերս էր իրան միշտ ման տալիս, որովհետև գյուղի ման էր քշում Վիլիսը։ Ու հետևաբար առաջին օգնությունը ինքն էր, չէ՞, Սևակը հասցրել։ միշտ կանչում էր, որ իրան տան սարերը, ձորերը շատ էր սիրում, դաշտերը։ Սար որ գնում էին զուտ ինչ որ ստեղծագործելու, թե Դե ինքը ման սիրում էր, ասում է, նստում էր ժայռի գլխին, ժամերով, ես է սպասում էին, երևի դրանով ինքը ինչ-որ բան էներգիա էր ստանում, էլ այդ սարերից, ձորերից, ոգեշնչվում էր։ շատ էր սիրում, ասում է,
հնարավորություններն են, կանչում ես մեր մի հատ ինձ տարես ինչ կողմը կամ Իսկ սիրում էր միայնակ լինել սարերում, թե ընկերների հետ։ միայնակ էլ է տարել, բայց կնոջ հետ էլ է գնացել։ Նույնիսկ հորս ասել էր, որ քաղաք լինես, գնաս իմ անունը կտաս, դիրք կտանք ես կբերես Գեղեցի Լույսի դիրքը։ Գեղեցի Լույսը։ Շատ է, դե вообще շատ է սիրում այդպես գրագետ մարդկանց հետ շփվել, ինքն էլ էր Կարծում, ինքը գնացել էր համալսարան սովորել էր բան 6 ամիս, հետո որ ծնողները հիվանդացել էին, թողել եկել էր։ Ուսումը տեսատա։ Գերազանցիկ էր սովորել հերս։ Մեր գյուղը շատ է, ինչով ասած տաղանդի ստեղծելու Տաղանդավոր մարդիկ կան։ հնարավորություն էլի։ Իսկ Առօրյայում ինչով եք զբաղվում։ Հիմնական ձեր զբաղմունքը ո՞րն է։ Դե հիմա արդեն դուրս եմ եկել այդ չասից, բայց բան եմ, թոշակ եմ ստանում։ Իսկ գյուղում ինչն է զարգացած հիմնական բացի գյուղատնտեսությունից, հողագործությունից։ Կող ունենք, մի քանի հատ էլ հələ Անասնապահություն, Տենց բայց հիմնականը այգիներն են։ հիմնականում այգեգործություն։ Այգեգործությունն է, որ մի քիչ ասենք, այս բանը խնդովը ծախելու պրոբլեմա, երևի Լարսի հետ կապված գիտեք, երևի միշտ անլուծելի դարձել այդ պրոբլեմը չեմ հասկանում, թե մինչև երբ ափսոս է էլ այդ բերքը բանը, տենց մարդիկ տանջվում են, բայց արդյունք չկա ծայթում։ Երևի մյուսներս պետք է չկտրենք, հիմա սաղ գյուղը աշխատում են այգիները, որ այն հույսով, որ վերջը կարգավորվի։ Իսկ Միքայելին ոտանավարն է սովորեցրել եք։ Դե հիմա ինքը դժվար է։ Դժվարանում է։ Բան, ասենք, պապին սովորացնում է։ Տիտիկ-տիտիկները, բան, չէ՞։ Լասը, չի ասի։ Ասես ես տիտիկ-տիտիկը լսեմ։ Հա Միքայել, միասին ասենք։ Կուզես միասին ասենք, տիտիկ-տիտիկ։ Մոտարի։ Քեստամ։ Ցրը։ Հա, ես պապին ենք ասում։ Ամաչկը։ Շատ լավ։ Հիմա դեպի լավը հույսում ենք, ասենք, դրա համար գյուղից շված գյուղերին արդիկ սաղ գնում են, բայց մենք հələ որ Դիմակայում եք։ դիմակայում են, հույսները չեն կտրում, Շատ լավ է։ որովհետև չենք հավատում էլի, որ չի կարող պատահի այսքան պետքական ազգը չգտնի լուծում, այդքան գրագետ ազգը, վերջի իր մի բան կգտնի, լուծում կգտնի, անլուծելի, սրանից դժվար ժամանակներ են գոյատևել, ոնց որ պիտի ուսանք, որ խելոք մարդիկ կգտնվեն մեր ազգի մեջ։ Մեր բարեկամներին ես կատակ լուրջ ասում եմ, որ ռայոնները միացնեն իրար, մեր Արտաշատին ասում են, դել ինչ եք ուզում, արդեն դուք կարաք ասեք Սևակը մեր ռայոնից էլ է, մեր մարզից է։ Բայց այն ժամանակ մենակ մենք ենք գլողում, որ մեր ռայոնից է, Արարատի ռայոնը։ Անդով այստեղից է։ Դե լավ, ձեզ շատ շնորհակալություն ձեր պատմության համար, թորնիկի համար։ Սրանք երեք են ծնվել։ Երեք են ծնվել։ Ոխ, ես ինչ լավն են։ Ինքն էլ է սիրում նկարվել, մենք չէինք իմանում։ Ասեք երեք են ծնվել։ Գնացել ենք դաշտից ենք բերել։ Դաշտ են ծնվել։ Հա, դաշտն են ծնվել, գնացել բերել ենք։ Ո՞նց եք իմացել, որ ծնվել է։ Զանգել ասել են։ Հա, մեկը տեսել են իմացա տալիս։ Նայ, իր ձեռքից չեմ Ոչ։ կընկնի, կբռնի անի մեղկա։ Մեղկա։
Վայ քաղցրներ ջան, ուրախանում եմ։ Ուրախանում Մամուլներ ջան, Չի դուրս գիրք աստվածի։ ժողովուրդ ջան, Հա, երկու ուլիկը 3 են ծանրը։ Այո։ Սիսնատերիլան, հա։ Ճիշտ են անում։ Ժողովուրդ նայեք ինչ ավես տեսարանը։ Հեսա պետքա կերակրեն, հեսա գալու են, իմ կարծիքով, եկան։ Նայեք ինչ ավես է։ Վայ։ Են որ սեր տեսարանա ժողովուրդ։ Հələ dur քաղցր։ Վայ։ Խաղում ես հետները։ Էդ ինչ լավ գործի մեջ եք։ Տեղ թողած եկած ընկած տեղ եք էլի։ Արցախից եմ եկել։ Հա, հասկացա։ Բարև տատի ջան։ Բարև ձեզ։ Շատ բարի, շատ բարի։ Մենք առաջանում Մաման ասը 4 կոֆե չէ։ Հա, Չէ, վեց է։ Իրան է ինձ տոյր մի փոս։ Սարանի վեճա կոպետի։ Հա։ Դու տեսնի դա միրայել։ ապրեք, ապրեք, ապրեք։ Իմացա առաջի տարի ուզում ենք լոբի բարենք։ Լողը մշակել ենք, ուզում ենք լոբի բարենք, տեսանք ստացվում է, բայց այստեղ էլ էս լոբի մենք փյուլիսար ենք ասում, բայց այս լոբի փետերից տեղեք չկա, թե որտեղից կճարենք, հա, ծծերը որ։ էդ էլ չգիտեմ։ Հիմա դե հալա արխեր անում ենք։ Անցյալ տարին դեղ մարկեր էի արել, կանաչեղեն բան, հիմա էլ ուզում եմ կանաչեղենը ցանել եմ, կեսը արդեն դուրսն է հանված։ Իսկ ես էլ ասում եմ տարին լոբի անենք, մեր գյուղի նման տեսնենք, կանաչել վերցնենք, չորել վերցնենք, տեսնենք ինչ հաստացվում։ Այստեղի բնությունը կարծես Մարտունու շրջանի մեր գյուղի օդանա։ Մոծակ չկա կարևորը, հոտած ջրեր չկա։ Մեր տեղի նման։ Մեր բնությունն է, կարելի ասած մեր բնությունն է, ժողովուրդն էլ աշխատասեր ժողովուրդ է։ Շատ լավ։ Շատ լավ գյուղ է, մարդիկ էլ է շատ լավ, շատ լավ։ Կարևորը մարդ որտեղ որ լինի ինքը իր տունը Ինքը պիտի իր տեղը ստեղծի։ գտնի։ Ինքը չպիտի սպասի կամ պետության օգնությանը կամ հարևանի օգնությանը։ Դու ինքդ պիտի քեզ համար ստեղծես։ Որ քո երեխան քո թոռը տեսնա, բանը մի ուրիշի ձեռին մի կոնֆետ, մի խնձոր, չասի բա ես էլ եմ ուզում, քո տունը լինի, որ իրենք էլ բանան։ Օգտվել։ Խնդրենք, որ դուք ձեր սիրո պատմությունը պատմեք։ Նշանվեցի 3 տարի սպասեցի։ Ո՞նց եղավ պապի ջան, որ հասկացար, որ ինքը պիտի քոփին լինի։ Դե ճիշտ ասած ինքն հետևից ցանկ է։ Էս սուտ է, այդ մեկը սուտ է, դրա համար չպիտի Երևան գյուղում Չպիտի հարսանիք ոչ է, մի բան։ հաղորդի գյուղ։ Սուտ է։ Ես գնացել եմ Հիմա դուք հարսանիք, կասեք ոնց ա ինքը եղել։ նկատել է, ես որ գնացել եմ հարսանիք, Ընդհանրապես տղամարդիկ միշտ բնականաբար տենց այդ են տարիներին Բայց այդ նկարը հետ ավելի լավ է։ այդ բնականաբար առած մեքենայի գնում,
գրքերը վերցրել է գերեզմանոցի մոտ ունկուզենի ծառեր կա, եկել է այնտեղ պարապվել։ Տիկին Կամիլայի գրքերով էիք գնում։ Գրքերով եկել է, չէ, Հա, իբրե պարապվում է, Ես բայց իմ ճամփուն էր սպասում։ Պարապմունքի Իմ ճամփուն էր սպասում, որ ես գամ զրուցել։ Չէ, դե համագյուղացի մեկա ճանաչել։ Շոխադարձ է եղել էլի այդ համակրանքայի սկզբանը։ Չէ, իսկ սկզբանը չէ։ Հա։ Այդ 60-70 ուսումնական տարում թերոր դասարանից եմ ես տեղափոխվել դեռ, քանի որ ասել են գերազանցիկները առանց քննության ընդունում են։ Ես էլ գերազանցիկ էի, գնացի անգետալարացրի հունս, երկու բաժին էր, մանկաբարձական եւ բուժական։ Ես իմ մտքումս 14 տարեկան էի, ասացի մանկաբարձականը վատ գործ է, չեմ սիրում, մեջ բուժակային լարացրի եւ հիմա էլ այդ 45 տարի բուժակ եմ աշխատել։ Հա, այդ մի տարի գնաց եկավ, չգիտեմ, գնաց եկավ այդ գյուղ, չէ, ասացի չէ, առաջի տարին չէ, հաջորդ տարին մինչև մարտի 8-ը ասացի դե որ վերջ չտալիս ոչ չէ։ Մարտի 1-ին, հա, ասեցի մարտի 8-ին եկավ նշան։ Երկու տարի կես նշանված մնացի, ավարտեցի նրանից հետո ամուսնացա։ Իր Հերստանը 3 տարի մնացինք, իրան փոքր տեքր ուներ, որ նա էլ ուզեց ամուսնանալ, արդեն մեզ համար դեղամը կուրս արկեցինք։ Մենք 77 թվականին տեղափոխվեցինք, բայց այդ ժամանակ երկու աղջիկ կար արդեն։ Իսկ մինչև այդ սիրահարվածության պահը ոնց է եղել։ Շատ հետաքրքիր է սկիզբը։ Այդ ժամանակ ոչ մի պահ էլ, այդ ժամանակ մենք չգիտեինք թե այդ ինչ է։ Հիմա են որ ամեն մի բծախնդիր են ամեն մի Չէ, ոչ մեկը չի արկա։ Չէ, ոչ մեկը չի արկա դրել։ Դե չեմ էլ իմացել թե դա ինչ է։ Չեմ էլ իմացել թե դա ինչ է։ Այդ ժամանակ քանի տարեկան եք։ Ես դե 14-ում Դուք գնացել եմ։ 14 եք եղել, դուք այդ ժամանակ քանի տարեկան եք եղել։ Ես տարում եմ ես ինձանից։ 26, 14։ 24-26։ Հա։ Օ։ Լավ, իսկ Չէ, նոր 14-26 ինքը 19 տարեկան է եղել, ես 26։ Հա։ Հա։ 26-ում եմ։ Դե որ 8-ից գնացի 14 տարեկանում գնացի տեխնիկում, արդեն 15-ումը սկսեցինք հանդիպել, էլի դա 15։ Դե 15-ից ես իշխի տարեկանում։ բայց քննությունները այնքան էի բան ասում, այստեղ եք չերևաս, որպես ես քննություններս կարեի։ Ձեր ծնողները դեմ էին երևի, հա։ Հա, ասում ես պիտի քննություններս լավ հասնեն, որպեսզի թոշակից չկատարեմ, չերևաս տեղեք։ Հա, չէ, ձգտումով եկա։ Իսկ լավ, նոր սերնդին ինչ կմաղթեք այդ ընտանիք կազմելու հարցում։ Դե հիմա սերունդը առաջվա նման չի որ ասենք։ Ցանկանանք որպեսզի իրանց ընտանիք։ Վերջ համուլ ընտանիք սկզբում իրար ճանաչեն։ Որ տվյալները Դե հիմա այդպես է։ մեկ լսում ես, որ ամուսնությունը ավելի քիչ է, քան բաժանում։ Իսկ Երբեք չեմ ցանկանում ամուր այդպես ընտանիք ունենալու գաղտնիքը ինչու՞ն է։ Գաղտնիքը որ պիտի իրար Մեկը հասկանան։ մյուսին հասկան։ Փոխադարձ Պիտի դավաճանեն։ Պիտի հարգանքով իրար հանդեպ հարգանքով լինեն եւ էլ իրենց վստահություն։ Երկուսը մի մեխի խփեն։ Ոչ թե տարբեր։ Չէ, վստահ ամենից գլխավորը վստահությունն է, որ պետք է մեկը մյուսին վստահի։ Թե վստահություն չլինի, ընտանիք չի լինի։ Հիմնական է։ Ու քանի տարի է երկուսով նույն մեխին եք խփում։ Ղարաբաղ 50-ը լրացավ, 27, 25, 52 տարի։ 52 տարի։ Շատ սիրուն է։ Մենք էլ հիմա սկսել ենք նոր պրոյեկտ, այցելելու ենք գյուղեր, առաջին գյուղը սա է, Զանգակատունը, եւ փորձում ենք մարդկանց հետ շփվել, այսինքն շատը տատի պապիների ու երեխաների, ուզում ենք վերականգնենք մարդ շփումը, որովհետեւ հիմա շատ է ինքը ցածրած է, շատ ցածր նկարդրած է։ Հատիկի նկարեցի լավանձի։ Նկարել։ Այսինքն Այսինքն որ դուք էլ չէ որ տատիկի նկարեն, որ ցածրուն դիմակայցելու տատին։ Այսինքն որ դուք էլ պատկերացում կազմում եք ինքը ինչի համար է նկարվում։ Ինչքան բարի բան կա, ինչքան գեղեցիկ բան կա, ինքը ոնց որ ասած ընկնելու է սայթ, որ հեռարձակվի։ Ոնց որ բոլոր ենք միտեղ, էլի։ Հավաքվում ենք միտեղ։ Գիտեմ վերքերի դրված է հիմա չէ, Արուր Սևակի իր ժամանակի այս գյուղը պատերացրել ապսեյած։ Իրոք որ մի նորմալ բոլորի վրա ծաղնում ես, գյուղը իսկականից
Լեռներով շրջապատած ափսեած է։ Չեմ նկատել, բայց Ափսեած է այդ գյուղը։ վերևից որ նայում ես, Հա, վերևից են այն տրասից են բարձում գցել որ նայում ես, գյուղի փոսի մեջ է։ Դրա համար Սևակն ասել է ափսեած է։ Չանաղը դա ռուսերեն թարգմանած կորպուս։ Հայերեն չգիտեմ ոնց ասեմ։ Չանաղչի բառը։ Դա կորպուս ափսեած է։ Ատե դրա համար Չանաղչի կոչվել է գյուղը, որ 1826 թվականին տեղահանվել է Պարսկաստանի խոյից եկել Սալմաստից։ Սալմաստից և խոյի, հրավ ու հայերի շարվիսներ, այս գյուղացիներ։ Այդ գյուղը ստեղտել է, բայց մի բան ինձ մինչև օրս տարօրինակ է թվում, որ իր հետ Պարոս Սևակը Ղազարյանը, իսկ ծնողները Սողոմոնյանը։ Անահիտ Սողոմոնյան, Ռաֆայել Սողոմոնյան։ Դե կարելի է պատկերացում կազմած, որ առաջները մեծերի անվանտար, օրինակ եթե իմ հորանունը Պողոս է եղել Պողոսյան։ Հայրիկի անունը Ղազար Չէ, հայրիկի Ռաֆայել է։ Ռաֆայել Սողոմոնյան։ իսկ շուտ հարմարվեցին քեզ գյուղի։ Իսկ գյուղը կարծես թե որ եկել է մեծ առաջի շաբաթները։ Որտեղ ինքը շատ սիրում է։ Դա Սիրունից բացի, որ մենք գյուղը մենք հատում, մեզ դուրի եկավ, իսկ եթե քաղաքը Այն որ կարոտած եք եք։ Բայց կուզես օրինակ լորը գնաց։ Լորի գյուղը շատ լավ լորի։ Գնացին խորոված արեցին, ինք այնտեղ դասակներ է աշխատում։ Գնացին խորոված արեցին։ Ադրեվեի կալ։ Մոտ է, դսերն էլ է մոտ, Թումանյանի դսերն էլ է մոտ։ Աղնի Մաթեոսյանի գյուղը, Հրանտ Մաթեոսյանի գյուղի վերևի գյուղն է լորուտը։ Աստված առաջ երևի ինձ Երգորդ Թումանյանը մեզ նրան ասում։ Հազար անգամ մենք ենք մեր սարերը կինոն նայես, կուզես էլի տես։ Ու մենակ է կինոն չէ, ենքան հինք ենքան կա, որ հան այում ես հիմի պակ կինոներ ես չես կարը մի անգամ ես։ Իմ ամենասիրած մանկության ֆիլմերից է ոսկեցնի։ Գասինք նիետ էլի նիետ։ Մեկ է բան Կովկասի գերուհին չէր, չէ, Հարսնության հյուսիսից։ Այդ էլ մեջը շատ խորոտ պահետ է։ Ես կտորնա երկիք եմ։ Այդ էլ ասի։ Գիքորն եմ շատ սիրում, էլի շատ Այն որ չուզեն ասել ացն լսել։ Միմինոնը։ Չես կարա չնայես, անդամ նայվում։ Մի հատ բան ասեմ ու շարունակեմ։ Մենք որ ապրում ենք շենքերում, մեր համար այնքան այս ամեն ինչ այնքան ենք կարոտում։ Գյուղում նստել, սուրճ կամ թեյ խմել, ասել։ Քաղաքում ասես բան չկա։ Այս քաղաքում դաժե այս ձևի շփում չկա։ Մարդիկ հեռախոսի մեջ հնկած, չէ՞։ Ու իրար դեմքի չեն նայում։ Բայց այս դեռնիվ ասենք շատ հավես է։ Մի անգամ ինքը կողոզը աշխատում էր, ես էլ խմոր էի արել, գործից եկա, որպեսզի խմորը գնդեմ։ Մենք իրենք ասում գնդեմ լի, գնդելու ժամանակ տեսա տանը մի մեծ տրաքոց։ Եկա այս մի տունը տեսա 20 լիտրանոց բալոնը օղիով լիքը, էտիկնար մեղավոր լրիվ լիքը լցրել է մի քիչ Գազերից տրաքել է։ Չի կարելի լրիվ լցրել, առնվազն մի կես լիտր 700 գրամ պիտի պակաս լինի, այն ռեզբանը շատ չձգի։ Գազերը առաջ պայթել։ Բայց ինչ անեմ, կելականը ասում ինձ Բայց ամբողջը բան է եղել։ Հա, լրիվ պատրտում։ Կտոր է։ Մի կես լիտր էլ չկա, միջև մի տնից եկա այս մի տուն, սաղ։ Եկեք սուրճը խմեցեք։ Ասացի որ գա, այ կարակ այս ինչ պիտի անեմ։ Վախենալուց որ իրիկ նադեմին արդեն գնում էր հարևան դիգը թեմ Կովկասի Մարտաստանի ինքը գոզավոյ քշում։ Տանի նրանց տեղափոխի ճանապարհին մինչև իր գալն դեղ կանգնել եմ տխուր։ Որպեսզի կանգնեցին մեքենան ասեի ինչ։ Կանգնեցրալ ասում, բայց սա բալոնը թափալ արավ։
Այդ մի բան է, որ ինքը զիջա չի խոսացել, որովհետև ասել իրան պատճառով ու շատ լցրել է եւ ուժեղ էլ փակել է։ Բայց նույնիսկ երբ որ իր պատճառով է եղել, դուք անհանգստացել եք, որ հանկարծ չմեղադրի։ Հա, անհանգստացել եք, հա։ Բայց տանք մուխը պիտի տղան։ Այո։ Բոլոր դեպքում է եկա սխալ է, որ ասում հավասարություն, հա, որոշ տեղեր պիտի հա հաշվի առնեն, բայց ինքը հին ձևի է, հաշվի չի առնում, ասում որ ես պատր ասես սևա պիտի սևա, 50 տարի ասում ասես սևա, ասում եմ սևա։ Դուք մեզի ճանապարհում եք, ապրեք։ Իմ քաղցրանում, իմ բարձրանում, իմ տարապած, իմ փարապանց, հների մեջ դու ալեհեր, նորերի մեջ նոր ու ջահել, դու խաղի խշմարված վազ, վշտերդ ջուր ինքդ ավազ, դու բարդենի սաղարթաշատ, առունի վար փրված փշատ, դու կիսավեր ամրոց ու վերդ, մագաղաթյա մատյանի թերթ, դու զվարթնոց, ավեր տաճար, կոմիտասյան ծիրանի ծար, դու ջրաղաց խորունք ձորում, դու հորովել անուշ ծորում, փայլ գութանի արծաթ խոփի, դու ներ, միզակ, մկունդ կոպիտ, դու հայրենի ծխանիծուր, դու անգիր վետ, դու սասնածուր։ Ժողովուրդ ջան, հիմա մենք գտնվում ենք Պարուշ Սևակի դպրոցի մոտ։ Մեկ դպրոցը ինչ վիճակում է հիմա։ Դու թափշե դեղց, դու փրփուր հաց, Արտաշատյան խաղող սևաչ, դու Սիվանի վառվող կոհակ, բայց ամեն դեպքում սենց էլ որ նայում ես պատմություն կա մեջը։ Խոսում վկակոտորացի ու վճիտ աչք ցամքած դացի, արդարության ահեղ ատյան, սերի պատյան, սիրո մատյան, միշտ հին նորին Հայաստան։ Ինչով եք զբաղվում, երեխեք ջան դուք։ Սովորում եք դպրոցում։ Լավ եք սովորում։ Բայց սովորելուց բացի էլ ինչով եք զբաղվում։ Ես ֆուտբոլ եմ։ Դու էլ ես ֆուտբոլիստ։ Ձեր գյուղում ինչքան շատ կան ֆուտբոլիստներ։ Բա դու որ գծի վրա ես խաղում։ Ես չեմ ֆուտբոլիստ։ Դու չես գնում։ Բայց շատ պոնչո համով երեխա ես դու։ Դու էլ ես համով։ Դու էլ ես ֆուտբոլիստ հավեսով համով երեխա ես էլի։ Բա դու հարձակվող ես, կիսապաշտպան։ Պաշտպան ես։ Լավ ես խաղում։ Բայց պաշտպանը գիտես, չէ, ամենադժվար դիրքն է։ Պետք է ֆիզիկապես ամուր լինես։ Ես եմ փորակում քենք 3 հատ գոլ եմ։ 3 հատ գոլ ես փրկել թե խփել։ Մալադեց, որ դու պաշտպանալով գոլ ես խփում, հալալ է քեզ։ Պարիսևակի հայրական տունը, որը գտնվում է Զանգակատան գյուղամիջում, 1920-ական թվականներին բնորոշ կավաձև պատերով հողածածկ հարթանիքով շինությունը։ Տունը նույնությամբ պահպանված է թե ներսից, թե դրսից։ Իրենց կենցաղային իրերը եւ հողագործական իրերը եւս պահպանված են եւ այժմ ներկայացվում են որպես թանգարանային նմուշներ։ Պարիսևակի թանգարանի մի հանգյումում վերարտադրված է բանաստեղծի Երևանյան բնակարանի եւ աշխատասենյակի մի փոքրիկ հատված։ Այստեղ ամբողջությամբ ներկայացված է բնօրինակ գույքը ճշգրիտ դասերվածությամբ։ Նույն գրասեղանն է, ռադիոն, գրամեքենան, թախտը եւ իհարկե ռոյալը, որը բերվել է Երևանյան բնակարանից, ծիրողական կերպով նվագել է բանաստեղծի կինը՝ Նելի Մենաղարաշվիլին։ Ցուցասրահի հիմնական մասն է կազմում որմնանկարը, որը հեղինակել է Սարգիս Մուրադյանը, դրվագ առ դրվագ ներկայացնելով Պարիսևակի կյանքի կարևորագույն շրջափուլերը։ Որմնանկարը սկսում է բանաստեղծի ծննդի դրվագից, ավարտվում մահվան տեսարանով, իհարկե ներառելով ստեղծագործական շրջափուլերը ևս։ Որմնանկարը նկարել է գրեթե 5 տարի տեմպերա ներկով։ Պարիսևակի տնտանգարանում է պահպանվում հայոց պատմության ամենահին տպագիր խաչքարը, որը հայտնաբերվել է Զանգակատուն գյուղից մոտ 5 կիլոմետր հյուսիս ընկած Հորթուն բնակատեղիից։ Խաչքարը թվագրված է 876 թվական 9-րդ դար։ Անդրալի Զանգակատուն պոեմը գրելու արդիվ Պարիսևակը 1967 թվականին արժանանում է պետական մրցանակի։ Թանգարանը ներկայացված է վկայականը, շքանշանը եւ այդ առիթով դեր ստացած Կոմիտաս Վարդուկի մահադիմակի կրկնօրինակը։ Բնօրինակ տարբերակի իհարկե ինչպես գիտեն գտնվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Ղիթարյան միաբանությունում։ Կրկնօրինակ տարբերակներից մի քանիսը Հայաստանում են, այդ թվում Պարիսևակի տուն թանգարանում։ Հեղինակը Հարություն Աճեմյանն ով առավել հայտնի է այլ բնականաբան։
Պարի Սևակի այգում է գտնվում իր գերեզմանը, հուարկավորված է իր կնոջ Նելի Մենաղարաշվիլիի հետ։ Քարը տեղադրվել է 1981 թվականին, բանաստեղծի մահվան 10-րդ տարելիցի օրը։ Ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է։ Բանաստեղծի ծնողները մահացել են իր մահից հետո, հայրը 4 տարի անց, մայրը 11, եւ ծնողների ցանկությունն է եղել հուարկավորվել իրենց միակ որդու Շիրիմի կողքին։